Այլ հայացք Միացյալ Նահանգներ Ուկրաինա հակասություններին։ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն ազդարարեց խորքային փոփոխություններ Միացյալ Նահանգների ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Դրանք չշրջանցեցին նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Դեռ նախընտրական շրջանում Թրամփը բազմաթիվ հայտարարություններ է արել Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու անհրաժեշտության մասին, դժգոհելով նաև Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային միլիարդների հասնող հատկացումներից։ Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Թրամփը սկսեց վերանայել ԱՄՆ առաջնահերթությունները, այդ թվում հակամարտության համատեքստում, ընդ որում չունենալով հակամարտության կարգավորման հստակ ծրագիր։ Ի տարբերություն Բայդենի վարչակազմի Ռուսաստանին թուլացնելը Թրամփի վարչակազմի համար բնավ առաջնահերթություն չէ։ Ավելին, Միացյալ Նահանգների իշխանությունները Մոսկվայի հետ երկխոսությունը համարում են կարևոր պայման կուտակված խնդիրների լուծման համար։ Երկարատև դադարից հետո փետրվարի 12-ին Միացյալ Նահանգների նախագահը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ, իսկ դրանից կարճ ժամանակ անց Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպումներ անցկացրին Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում, որոնց օրակարգում երկկողմ հարաբերությունները և ուկրաինական հակամարտությունն էին։ ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխությունները և Վաշինգտոն-Մոսկվա շփումները բավական մեծ անհանգստություն առաջացրին Եվրոպայում և հատկապես Կիևում։ Ըստ ուկրաինական կողմի Ռուսաստանի հետ շփումների մեկնարկը փաստացի վերջ է դնում շուրջ 3 տարի շարունակվող Մոսկվայի մեկուսացման ջանքերին։ Ավելին, ստեղծում ռիսկեր, որ Ուկրաինայի հարցը կարող է քննարկվել առանց ուկրաինական կողմի մասնակցության։ Վերջին շաբաթներին, երբ ամերիկյան դիրքորոշումները սկսեցին որոշակիություն ստանալ, Կիևի և Վաշինգտոնի մոտեցումներում առկա տարբերությունները առավել հստակ դարձան, ինչը հանգեցրեց որոշակի լարվածության և անգամ քաղաքական սկանդալային հայտարարությունների։ Օրինակ, Թրամփը Զելենսկուն անվանեց բռնապետ, սակայն օրեր անց հրաժարվեց իր խոսքերից։ ԱՄՆ-Ուկրաինա լարվածության գագաթնակետը դարձավ Սպիտակ տանը կազմակերպված Թրամփ-Զելենսկի հանդիպումը, որի ավարտին նախատեսվում էր ստորագրել նաև հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը։ Լրատվամիջոցների հարցերին պատասխանելու ընթացքում կողմերի միջև սկսվեց լարված վիճաբանություն, որից հետո ամերիկյան կողմը Զելենսկուն խնդրեց հեռանալ, իսկ համաձայնագրի ստորագրումը հետաձգվեց։ Ըստ Վաշինգտոնի, Զելենսկին կարող է վերադառնալ միայն այն ժամանակ, երբ իսկապես պատրաստ լինի խաղաղության։ Սպիտակ տանը տեղի ունեցածի երկկողմ հարաբերություններում առկա լարվածության հաղթահարման, ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների մասին Կիևից, Վաշինգտոնից, ինչպես նաև այլ մայրաքաղաքներից շարունակում են հնչել տարբեր հայտարարություններ։ Դրանց ամբողջացումը և վերլուծությունը հնարավորություն է տալիս առանձնացնել մի քանի առանցքային հարց, որոնց վերաբերյալ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մոտեցումներում կան զգալի տարբերություններ։ Առաջինը վերաբերում է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում ամերիկյան կողմի դերակատարմանը։ Կիևի ընկալմամբ Միացյալ Նահանգները պետք է հանդես գա որպես Ուկրաինայի դաշնակից, աջակցություն հայտնի իր դիրքորոշումներին, ոչ թե խոսի Կիևի հնարավոր զիջումների մասին։ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը սակայն հայտարարում է, որ պատասխանատու չէ նախորդ վարչակազմի հանձնառությունների համար և փորձում է դիրքավորվել որպես չեզոք միջնորդ, որի նպատակն է Ռուսաստանին և Ուկրաինային նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ և օր առաջ հասնել հրադադարի։ Թրամփի խոսքով ուկրաինական կողմն իր դիրքորոշումները ձևակերպելիս պետք է սթափ գնահատի ստեղծված իրավիճակը և գետնի վրա առկա իրողությունները։ Հատկանշական է, որ ամերիկյան կողմն այս հարցում ակնհայտորեն ցուցաբերում է շտապողականություն, պնդելով, որ պատերազմի շարունակումը չի բխում նաև իր շահերից։ Կիևի և Վաշինգտոնի մոտեցումները զգալիորեն տարբերվում են նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Ուկրաինական կողմը Միացյալ Նահանգներից ակնկալում է անվտանգության ամուր և երկարաժամկետ երաշխիքներ։ Բայդենի օրոք Կիևը և Վաշինգտոնն անգամ ստորագրեցին անվտանգության վերաբերյալ 10-ամյա համաձայնագիր, որը նախատեսում է ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը և աջակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Կիևի ինտեգրմանը։ Թրամփի վարչակազմը սակայն պատրաստ չէ երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ տրամադրել Ուկրաինային։ Օրերս Միացյալ Նահանգներն անգամ դադարեցրեց ռազմական օգնությունն Ուկրաինային։ Որոշումը տարածվում է անգամ տեղափոխման փուլում գտնվող սպառազինության և տեխնիկայի վրա։ Վաշինգտոնը դադարեցրել է նաև հետախուզական տեղեկատվության տրամադրումը։ Այս ամենը լրջագույն հարված է Ուկրաինայի համար։ Տարբեր հաշվարկներով առանց Միացյալ Նահանգների օգնության ուկրաինական ուժերը կարող են պահպանել ներկայիս շփման գիծը մինչև ամռան սկիզբ։ Կիևը և Վաշինգտոնը տարբեր պատկերացումներ ունեն նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի վերաբերյալ։ Զելենսկու խոսքով դա կարող է լինել Ուկրաինայի անվտանգության ամենակարևոր և միևնույն ժամանակ ամենաէժան երաշխիքը, հաշվի առնելով դաշինքի հիմնադիր պայմանագրի 5-րդ կետով նախատեսված համատեղ պաշտպանության սկզբունքը։
Թրամփի վարչակազմը սակայն անիրատեսական է համարում Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը եւ քանիցս հայտարարել է, որ իր համար առաջնահերթ է պատերազմի դադարեցումը եւ ոչ թե ՆԱՏՕ-ի ընդլայնումը։ Կիևում քննադատում են նման հայտարարությունները, նշելով, որ դրանք բանակցությունների մեկնարկից առաջ թույլատնում են Ուկրաինայի դիրքերը եւ փաստացի զրկում կարևոր խաղաքարտից։ Ամերիկա-ուկրաինական հարաբերություններում հակասությունների առարկա է դարձել նաև Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև հազվագյուտ-հանքանյութերի համատեղ արդյունահանման հարցով գործարքը։ Վոլոդիմիր Զելենսկին նման առաջարկով հանդես էր եկել դեռ նախորդ տարի, որպես Ուկրաինայի անվտանգության ապահովման փաթեթի մաս։ Ըստ Կիևի հնարավոր գործարքում բացի տնտեսական պայմանավորվածություններից պետք է անպայման ամրագրվեն նաև Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրամադրվող անվտանգային երաշխիքները։ Թրամփի մոտեցումն այս հարցում եւս այլ է։ Նա խստորեն քննադատում է նախորդ վարչակազմին Կիևին 350 միլիարդ դոլար աջակցություն տրամադրելու համար, ինչը նրա խոսքով որևէ արդյունքի չի բերել։ Ավելին, Թրամփը Կիևից հետ է պահանջում այդ միջոցները եւ հազվագյուտ հանքանյութերի գործարքը դիտարկում է որպես փոխհատուցման միջոց։ Վաշինգտոնի համար այն զուտ բիզնես գործարք է եւ ամերիկյան կողմը դեմ է դրա մեջ անվտանգային բնույթի որևէ պարտավորության ամրագրման։ Ըստ Սպիտակ տան, Ուկրաինայում ամերիկյան ընկերությունների ներկայությունն ինքնին բավարար երաշխիք կլինի այդ երկրի համար։ Պաշտոնական Կիևը վերապահումներ ունի նաև ամերիկյան օգնության ծավալների մասին Թրամփի կողմից շրջանառվող թվի հետ կապված։ Զելենսկու խոսքով 350 միլիարդի մասին հայտարարությունը խիստ ուռճացված է։ Իրականում պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան Վաշինգտոնից ստացել է մոտ 100 միլիարդ դոլարի օգնություն։ Կողմերի դիրքորոշումները տարբերվում են նաև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում եվրոպական կողմի ներգրավվածության հետ կապված։ Թե Կիևը, թե Բրյուսելը պնդում են, որ բացի Միացյալ Նահանգներից Եվրամիությունը եւս պետք է մասնակցի ռուս-ուկրաինական բանակցություններին, հաշվի առնելով հակամարտության ազդեցությունը Եվրոպայի անվտանգության վրա։ Սպիտակ տանը, սակայն, բուն բանակցային գործընթացում եվրոպական կողմի հնարավոր ներգրավումը նպատակահարմար չեն համարում, պնդելով ամերիկյան կողմը կարող է ներկայացնել նաև Եվրոպայի շահերը։ Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը չի բացառում, որ ինչ-որ փուլում, երբ քննարկվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը, եվրոպական կողմի մասնակցությունը եւս կպահանջվի, հաշվի առնելով Մոսկվայի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների 16 փաթեթները։ ԱՄՆ վարչակազմը չի բացառում նաև եվրոպական կողմի ներգրավումը Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո խաղաղապահ առաքելության տեսքով, ինչի վերաբերյալ մի շարք երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել։ Բացի այս հիմնական կետերից Կիևը եւ Վաշինգտոնն ունեն մոտեցումների տարբերություններ Ուկրաինայի տարածքային հնարավոր զիջումների, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, պատերազմական հանցագործությունների պատասխանատվության, Ուկրաինայի վերակառուցման ֆինանսավորման եւ այլ հարցերի հետ կապված։ Չնայած առկա հակասություններին Ռուսաստանին դիմակայելու եւ հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում Կիևի համար ԱՄՆ ներգրավվածությունն ունի կենսական կարեւորություն, իսկ առկա լարվածության հաղթահարման հարցում ուկրաինական կողմը ստիպված է վերանայել իր մոտեցումները եւ գնալ որոշակի զիջումների։